Պարտիրոջը, Փառք Հիսուսին, թող փառավորվում մեր երկնային թագավորը սերներ, որովհետև նա արժան է փառքի, պատվի, մեծարանքի եւ գովեստի։ Սիրելի բարեկամներ, ես ուզում եմ մի քիչ խոսել Զաքարիայի մարգարեության 7-րդ գլխի մի քանի կարևոր համարների շուրջ, քանի որ մենք ասեմ, որ ուրբաթ շաբաթ կիրակի ամսի 6, 7, 8 դեմի ուրբաթ շաբաթ կիրակի ծոմապահության օրերա ողջ Հայաստանի մեր եկեղեցով եւ եղբայրությունը խնդրեց, որպեսզի սրա վրա լուրջ ուշադրություն դարձնենք եւ ծոմապահությունները կարողանանք լուրջ ձևով վերցնել, մտնել ծոմի մեջ։ Ինչու համար ժողովուրդյան, որովհետեւ շատ հաճախ մենք աղոթում ենք, ծոմ ենք պահում, բայց ասենք մեր ծոմերի պատասխան չի լինում։ Եվ որոշների համար միգուցե ծոմը ուղղակի սովորական մի հատ բան է, բայց շատ կարևոր դեր ունի ծոմը մարդու կյանքի մեջ։ Եթե մարդը ճիշտ ձևով կարողանա այդ ծոմապահություններին մտնել ծոմի մեջ եւ Տիրոջը հաճելի վիճակի մեջ գտնվել, անպայման այս մարդուն հասնելու այն, ինչը որ իր սրտի փափագն ու ցանկությունն է, ի բարին Աստծո խոսքի իման վրա։ Տեսեք, շատ հաճախ ենք մենք սա կարդացել, խոսացել, ուզում եմ մի քանի համարներ կարդամ, մի քիչ երկար, բայց որից հետո կանրադառնամ մի քանի կետերի հակիրճ կաշխատենք, որ շուտ վերջացնենք ժամանակի մեջ։ Զաքարիա մարգարեություն 7-րդ գլխուխ առաջի համարից։ Եվ եղավ, որ Դարեի թագավորի 4-րդ տարին Տիրոջ խոսքը եղավ Զաքարիային 9-րդ ամսին, այսինքն 24-ին։ Երբ որ Սարասարին եւ Ռեմելեքեն եւ նրա մարդկանց Աստծո տուն ուղարկեցին, որ Տիրոջ առաջին աղոթք մատուցանեն, ասելով զորած Տիրոջ տան վրա եղող քահանաներին եւ մարգարեներին, արդյոք լաց լինենք 5-րդ ամսին ինձ պահելով, ինչպես որ այսքան տարի արել եմ, եւ զորած Տերը խոսք եղավ ինձ ասելով. ասիր այս երկրի բոլոր ժողովրդին եւ քահանաներին, երբ որ ծոմ եք պահում եւ սուկ անում 5-րդ եւ 7-րդ ամիսներին, ահա այս 70 տարի, միթե ինձ համար եք ծոմ պահում։ Երբ որ ուտում եք եւ երբ որ խմում եք, միթե ձեզ համար չէիք ուտում եւ ձեզ համար խմում։ Միթե նույն խոսքերը չհրատարակեցին Տիրոջ առաջին մարգարեների ձեռով, քանի որ Երուսաղեմում էին նրանց շրջակա քաղաքները շեն էին եւ հանգիստ էին եւ հարավային ու դաշտային կողմեր չէին ելել։ Եվ Տիրոջ խոսք եղավ Զաքարիային ասելով. այսպես է ասում զորած Տերը, թե արդարություն արեք եւ ողորմություն ու գուտ արեք ամեն մեկը իր եղբորը եւ որբևարին եւ որբին, օտարականին ու տկարին մի զրկեք եւ միմյանց դեմ չարություն մի մտածեք ձեր սրտերում, բայց նրանք մերժեցին ականջ դնելը եւ ուսը խոտորեցին եւ իրաց ականջները ծանրացրին, որ չլսեն, եւ իրանց սրտերը ադամանդի պես շինեցին, որ չլսեն օրենքը եւ այն խոսքերը, որ զորած Տերը իր հոգով առաջին մարգարեի ձեռով ուղարկեց, եւ մեծ բարկություն եկավ զորած Տիրոջ կողմանե, եղավ, որ ինչպես որ նա կանչեց եւ նրանք չլսեցին, այնպես էլ նրանք կանչեցին եւ ես չլսեցի, ասում է զորած Տերը։ Ու շարունակում է։ Ստեղ ինչ ենք տեսնում, ասում է 70 տարի ծոմ էիք պահում, սուկ էիք անում, 2 ամիս լաց էիք լինեմ, ում մար էիք անում, ասում է։ Եվ պատճառը որն էր, ասում է, քանի որ դուք ինձ չլսեցիք, թեկուզ ասում է հանգիստ էիք, խաղաղ էիք, շեն էիք, ինչ էր տեղ ունեցել։ Այս մարդիկ հանգիստ միապաղաղ իրանց մար ապրում էին։ Այսինքն հոգ չունեին, պատերազմ չկար, դժվարություն չկար, նեղություններ չկար, հանգիստ ուտում խմում էին, իրանց համար էլ ծոմ էին պահում, աղոթք էին անում, բայց չէին փոխվում այս մարդիկ։ Ասում է, եւ ինչպես դուք ինձ չլսեցիք, ինձ մերժեցիք, իմ խոսքը մերժեցիք, ես էլ ձեզ մերժեցի։ Գիտեք ժողովուրդ ջան, երբ որ մարդիկ կյանքի մեջ գալիս է խնդրեմը, դժվարությունը, սա միանգամից չի գալիս։ Միանգամից նույն օրը մարդիկ կյանքի մեջ դժվարություն ու խնդրեմը չի գալիս։ Սա աստիճանաբար է գալիս։ Երբ որ մարդը զանց անում Տիրոջ խոսքը վերջնականոնեն, եւ դրանից հետո աստիճանաբար կամած մարդի վրա գալիս է դժվարություններ, որ մարդը սթափվի, որ մարդը նորից հետ դառնա, բայց երբ որ մարդը չի հետ դառնում,
արդեն վերջնական արդյունքը հասնում այն, որ այդ դժվարությունը այս մարդի կյանքում պատմա։ Որտեւ Աստված ինքը եղբայրը հիշեցրեց առաջի խոսացողը, որ ոչ մեկին չասես դուք իմաստուն կույս եք, այնանց էլ չասավ դուք հիմար կույս եք, իրանք ընտրությունը կատարեցին։ Եվ մի տեսեք ժողովուրդ ջան, ծոմ էին պահում, բայց չէին լսում Տիրոջ խոսքը։ Այսօր մենք գալիս ենք Տիրոջ տուն, այսօր մենք մկրտվում ենք, եկեղեցու անդամ ենք, որոշներն էլ երկար տարիներ գալիս են, թեկուզ չեն մկրտվել, լսում են Աստծո խոսքը, գնում են, ինչքանով է այս խոսքը մեր մեջ կյանք դառած, բարեկամներ։ Սա է ուզում Աստված։ Ուզում եմ, որպեսզի մենք այս խոսքը լսենք, ասում եմ դուք ծոմ եք պահում, լաց եք ելում, բայց ինչի համար։ Ում համար։ Ում համար, ասում եմ Ադամանդե գրեչով գրվեց, գիտեք Ադամանդը ինչ հատկություն ունի, նա շատ կարծր է։ Շատ կարծր է այդ քար, Ադամանդը շատ կարծր է։ Շատ ամուր է։ Չի ջարդվում, չի փշրվում։ Ասում եմ դուք գրվեցիք։ Այսօր եղբայրներ քուրեր, մի հատ ես նայեմ ինձ, ինչ ուզում Աստված ինձանից, եւ դու էլ նայես քեզ։ Եստեղ մի քանի բաներ ա Տերը շեշտեմ, որ մենք պետք է սա մեր կյանքում կիրառենք, որպեսզի Տիրոջը հաճելի լինի եւ այդ աղոթքը ծոմը լսվի։ Ես գիտեմ մարդիկ այստեղ 40-50 տարի հավատացյալներ էլ կան ու երկար տարիներ։ Բայց այս մարդիկ ասենք, հա շատ ժամանակ աղոթում ա ծոմը պահում ու չկա այդ պատասխանը։ Ինչու համար չկա, ինչու համար մարդու կյանքը չի փոխվում, ժողովուրդ ջան։ Ինչու համար մարդը աղոթում ա, բայց այդ աղոթքին պատասխան չկա։ Միապաղաղ, սառած, ասենք, չգիտեմ, տկար վիճակի մեջ, օրեր, ամիսներ, տարիներ, այսպես այս մարդը շարունակում ա։ Գնում են եղբայրները, այցելում են, խոսում են, Սուրբ Հոգին կարող ա մի հատ կպնի, մի տարվա, 5 տարվա հետ մի անգամ, այցելի ես մարդը մի ակնթարթում, վայ, այս ինչ լավ ա, նորից էլի օրեր, ամիսներ անցնի նորից էր իր տաշտակին, իր կոտրած տաշտակին ու այսպես շարունակում։ Ինչի՞։ Որտեվ խոսքը այս մարդի կյանքի մեջ չկա։ Հիշում եք Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուսն ասեց. նա իր խոսքը կուղարկի եւ այդ խոսքի հայտնությունը մարդուն ինչ ա բերեմ բժշկություն։ Այսինքն այդ խոսքը Քրիստոս կյանքը պետքա գա իմ ու կյանքի մեջ, ժողովուրդ ջան, որովհետեւ քո ներքնաշխարհը փոխվի։ Այսօր պետք չի որ Աստծո խոսքի հայտնություն ունեցող մարդին ասես գիտես դու պետքա սուրբ կյանք ապրես, դու պետքա այս չանես, այն չանես, դու պետքա Աստծո հետ հաղորդակցես, դու պետքա հարգես քո ավակներին, դու պետքա քո մեծերին հարգես, քո տան անդամին հարգես, այս պետք անես, պետք չի որ այդ մարդին ասես, որովհետև այն հոգին, որ այդ մարդի մեջ է, այդ հոգին ինչ անում, աշխատում է այս մարդի հետ, ժողովուրդ ջան։ Բայց եթե մեռած է խշմտանքը, դաղված է այս մարդի, ինչքան ուզի ասես։ Մի հատ խոսք կա, 1000 ներողություն եմ խնդրում, ասում եմ լսնովի աղբյուրը ինչքան պիտի լսնես այդ աղբյուրը։ Եթե այդ աղբյուրը ինք իրանի չի բխում, ես գյուղեմ շատ եմ սիրել ու մել եմ սիրեմ, գյուղը շատ իմ ամենասիրելի տեղն է, ասենք, այն երեխա երիտասարդ տարիներից շատ էի սարերը գնում ու աղբյուրներ կար ասենք, մանավանդ մեր գյուղում շատ աղբյուրներ կար։ Ասենք այդ աղբյուրների ջրերից խմում էինք, այդ ջուրը անդադ գետնի տակից դուրս էր գալիս։ Ու մի գիտեմ մինչև հմել արդեն 63 տարեկան եմ էլ այդ աղբյուրները կանել այդ ջուրը դուրս են գալի, չի ատել։ Իմ հոր ժամանակ էլ ա եղել այդ աղբյուրները, իմ պապի ժամանակ էլ ա եղել։ Համոզված եմ, եթե աշխարհ լինի, իմ երեխեքի թորների ժամանակ էլ պիտի լի, որովհետև նա ինք իրանից ինչ անում, բխում է այդ ջուրը։ Բայց լսնովի ինչքան կարաս ջուր լսնես։ Ժողովուրդ ջան, եթե մարդը ինքը Աստծո հետ իր կապը հաղորդակցությունը չունի, ինչքան կարաս այս մարդին զորով, համոզելով, բրտովի բերես, արի ապաշխարի, արի ապաշխարի, արի ապաշխարի։ Մեկ էլ չի ապաշխարում նեղվում է, ինչ չայցելեցին։ Վայ այսքան ժամանակ եկեղեցի եմ գնում, ինձ բանի տեղ չդրեցին, ես չարեցին, ինչքան ժողովուրդ ջան։ Ինչ ա մեզ պետք ժողովուրդ ջան, որպեսզի Տերը մեր աղոթները լսի, այսպես ասում։ Առաջինը ասում է, որ արդար դատաստան արեք։ Ինչ նշանակում արդար դատաստան անենք ժողովուրդ ջան։ Եվ ինչ է արդարություն։ Լանայեք Մատթեոս ավետարան 13:43 այսպես ասում։ Մատթեոս 13:43 այսպես ասում Տիրոջ խոսքը։ Այն ժամանակ արդարները կծակեն, ինչպես արեգակ իրանց հոր արքայության մեջ, ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Ինչի մարա ուզում, որ մենք արդարություն անենք։
Ասում արդարություն արեք, որովհետև արդարները, երբ որ գնացին երկինք, երբ որ հասանք Տիրոջ տուն, ասում իրանց խոր արքայության մեջ ինչպես արեգակը պիտի ծագի։ Ինչպես արեգակը պիտի ծագի։ 146 Սաղմոսի 8 համարի մեջ ասում Աստված ինչ անեմ, արդարներին լսում է։ Արդարների աղոթքը լսում է։ Հովանու ավետարան 3-րդ գլխի առաջի Հովանես 3:7 էսպես ասում։ Առաջի Հովանես 3:7 Մանկուկ ոչ ոք չխաբի ձեզ, նա որ արդարություն է անում արդար է, ինչպես նա էլ արդար է, եւ նա որ մեղք է անում սատանայից է, որտեւ սատանան հենց սկզբից մեղանչում էր նրա համար հայտնվեց Աստծո որդին, որ սատանայի գործերը քանդե։ Ով որ ասում է թե Աստվածանից է ծնված ու մեղք չի անում շարունակում է։ Ասում է ոչ ոք ձեզ չխաբի, 6 համարն ավելի է բարձրացնում։ Ամեն ով որ նրանում մնում է չի մեղանչում, իսկ ամեն ով որ մեղանչում է չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել նրան։ Այսինքն ով որ մնում է Աստծո մեջ, ով որ ճանաչում է Աստծուն, նա արդարություն է գործում, նա մեղք չի գործում։ Ասում է ոչ ոք քեզ չխաբի։ Գիտեք, ժողովուրդ ջան, արդարությունը եւ սրբությունը դա մարդու ցանկացած հոգեվոր վերստին ծնված մարդու ամենակարևոր հատկությունները պետք է լինեն։ Սրբությունը դա մեր ներսի գործն է։ Այդ սրբությունը մեր ներսի գործն է, որ մենք պետքա սուրբ սիրտ ունենանք, եւ դա մենակ Աստված է տեսնեմ ու դու գիտես քո մեջը։ Բայց արդարությունը, այդ արդար կյանքը, դա արդեն ապրելակերպ է, որ պետքա շրջապատի մարդիկ այդ արդարությունը տեսնեն։ Եվ ասում արդար դատաստան արեք։ Ինչքանով ենք մենք այդ արդար կյանք ապրում։ Եթե մարդ արդար կյանք չի ապրում, դա ո՞նց կար արդար դատաստան անի։ Եթե մարդ արդար կյանք չի ապրում, եթե մարդ Աստծո խոսքով չի առաջնորդում, Աստծո խոսք էս մարդիկ կյանքը չի, Աստծո խոսք էս մարդի ուղեցույցը չի, այս մարդը ո՞նց կարա արդար դատաստան անի։ Ո՞նց կարա գողը չգողանա, ժողովուրդ ջան։ Ո՞նց կարա հարբեցողը չխմի։ Ո՞նց կարա ամբարոն ամբարոյություն չանի, եթե Աստված նա անչազատի։ Ես շատ եմ հանդիպել այս տարիների մեջ։ Մարդիկ բռնված կապված տարբեր մեղքերի մեջ։ Ու գիտեք ո՞նց են ողբեմ աղաղակում լացել եմ, երդվեմ, խնդրեմ որ ինչով ասես, որ էլ չեմ անես բանը։ Բայց այս մարդը գնում է, նորից մի օր, երկու օր հետո նորից նույն հանցանքի մեջ անգնում։ Ինչի, որտեվ այս մարդը բռնված է, այս մարդը կապված է։ Իրան պետք է այս վիճակից ազատվի։ Իսկ որպեսզի ազատվի, պետք է մարդը գիտակցի, իր սխալը ընդունի, Տիրոջ ոտքերի մեջ բերի ասի Տեր, ես անկարող եմ։ Դու ինձ ազատի ինձանից։ Գիտեք, ինչքան ուզի մարդը ֆիզիկապես ջանք անի։ Այո, այդ ջանքը մենք պետք է անենք։ Ես այդ ջանքը պետք է անեմ, բայց եթե հոգու խառնվածքը չկա, Սուրբ Հոգին չի օգնում ինձ, ես դրանից չեմ կարող ազատվել։ Ժողովուրդ ջան, ես հիշում եմ, ես ընդհանրապես ծխելու հետ սեր չեմ ունեցել։ Հենց այն երեխա վախտերս երիտասարդ, ասենք պապիրոսը վերենեմ գուլլապ տալ չգիտեի, սենց ծուխը քաշում էի, բեռնից պահում էի, սենց չմեի միտում, թե տղամարդ եմ, էլի ծխում եմ։ Մանավանդ Ռուսաստաններում 20 տարեկանում հիշում եմ սովորեցի ծխելը գուլլապ տալը, ընդամենը մի քանի տարի ծխեցի կիսատ պռատ, ուզում էի թարգեի, չէի կարում արդեն, մտածում էի, որ հենց այսօր չեմ ծխելու, մի օր, երկու օր, 3 օր, մեկը 4 օր նորից ծխում էի։ Ես մտածում եմ, որ ես ուժեղ եմ, ես չեմ ծխել, ես կարամ, բայց տեսա որ չեմ կարում։ Երբ որ անկեղծ մի օր ընկա Տիրոջ ոտների մոտ ասի Տեր, ես անկարող եմ։ Ես ի վիճակի չեմ, ինձ օգնի, ես չեմ կարող ազատեմ։ Եվ սեցի աղաղակել ու Տերը օգնեց։ Ու փառք Տիրոջը արդեն 40 տարի է մոտավոր, որ այդ ամենից ազատեց Տերը։ Ժողովուրդ ջան, դի մարդը ինքը արդարության հետևից գնա։ Իսկ արդարության հետևից արդար կյանք պետք է ապրի, որ այդ մարդը արդարություն կարող անին։ Եթե արդարություն չի ապրում այս մարդը, ո՞նց կարող արդարություն անի։ Չի կարող այս մարդը արդարություն անի։ Եթե մարդ Տերն ուզում է, որպեսզի մենք արդարությամբ գնանք, հիշում եք Սուրբ Գիրքը ինչ ասում։ Ասում Աբրահամը հավատաց Աստծուն ու դա իրան ինչ ծեփեց արդարություն։ Այսինքն երբ ենք արդար կյանքով ապրում, երբ որ մենք հավատում ենք Տիրոջ խոսքին։ Ոչ թե մեր աչքի երևույթին ենք նայում, ոչ թե մեր հասկացողությանը գաղափարին ենք նայում, ոչ թե մեր զգացմունքներին ենք ենթարկվում, այլ հավատում ենք Աստծո խոսքին։
Հավատում ենք, որ այո, երկիր ու երկինք կանցնեն, բայց այս խոսքերից մի կետ մի նշագիր անգամ չի անցնի, որտեղ սա հավիտենական կենթանի Աստծո խոսք է, որ այս խոսք Աստված իր անունից բարձր դրեց։ Եթե դու սրան չես հավատում, եւ այս խոսքը քո մեջ կյանք չի դառնում, դու արդար չես կարող լինել։ Եվ եթե արդար չես, իհարկե արդար դատաստանել չես կարող անել։ Ինչքան ուզի մենք Եվրոպայում ենք, մեր գրիժ եղբայրը մի հատ խոսք ասավ, ասենք ինչ շատ սենց բան եղավ, էլի ասավ, եղբայրներ չեն ասավ։ Հիմա եթե Հայաստանից մի հատ էշ բերենք ստի ասավ Բելգիա, մի հատ Բելգիայից էլ էշ իրար կողքի կապրենք, այս էշը կապեն, այս էշերը իրար կսկանան թե չէ։ Կփոխվեն նրանք, չէ՞, իրար կսկանան։ Այսինքն կապ չունի էշը աշխարհի որ ծերում անա, էշը նրա բնույթն է դա։ Ժողովուրդ ջան, եթե մարդը այդ արդար կյանքը չի ապրում, այս մարդի բնույթը արդար չի, որտեղ ինչ բնակավարի մեջ էլ ուզում լինի, հոգևոր կյանքի մեջ կլի, աշխարհիկ կյանքի մեջ կլի, որտեղ ուզում լինի։ Եթե սա արդարության հետ գործ չունի, նա չի կարող արդար կյանք ապրի։ Իրան կարող է ցույց տա, իրան կարող է ստիպի, ինչ որտեղ արդարություն անի, բայց մի օր, երկու օր, մի օր պետք է նրա դեմքը ինչ անի։ Իհարկե կա ժողովուրդ ջան։ Թողտերը ողորմա, ես չեմ երկարացնում։ Երկրորդը ասում է, ողորմություն ու գութ արեք ամեն մեկը իր եղբորը։ Ինչ անշնական ողորմություն ու գութ անենք, ժողովուրդ ջան։ Տեսեք, երկրորդ Թագավորաց 22-ի 26-ը այսպես ասում, երկրորդ Թագավորաց 22-ի 26-ը այսպես ասում. Սուրբի հետ սուրբ ես, կատարյալի հետ կատարյալ ես, բայց մյուս թարգմանության մեջ ասում է ողորմածի հետ ողորմած ես։ Առակաց 8:18-22 այսպես ասում, Առակաց 18:22 Առակաց 18:22 Աներողություն համարը շշկլեցի, Առակացի մեջ այսպես ասում, ասում մարդիս պարքը ողորմություն անելն է։ Նայեք ժողովուրդ ջան, ինչքանով ենք մենք ողորմած մարդիկ։ Սուրբ գրքի մեջ հիշեցնում է, Մատթեոս ավետարանի մեջ 5-րդ գլխի 7 համարի մեջ, Մատթեոս ավետարանի 9-րդ գլխի 13 համարի մեջ կարող եք ստեղ գցել։ Սուրբ գիրքը ասում է, ողորմությունը պարծենում է դատաստանի առաջ։ Ինչքանով ենք մենք այսօր ողորմած մարդիկ, ժողովուրդ ջան։ Ասում ամեն մեկի հետ ողորմություն արեք։ Ողորմած բառը Աստվածաշնչի մեջ 3 հիմնական իմաստով է հայտնի։ 3 հիմնական կարևոր իմաստ ունի։ Եվ այս 3-ի այսպիսի հատկություններ են՝ ներող մարդ լինել, գութ ունեցող մարդ լինել եւ առատաձեռ մարդ լինել։ Այսօր մենք ինչքանով ենք գութ ունենք, ինչքանով ենք մենք ողորմած մեր դիմացինի հանդեպ, ինչքանով ենք մենք առատաձեռ մեր դիմացինի հանդեպ, ժողովուրդ ջան։ Գիտեք, մարդը այնպիսին է, որ ուզում է միշտ իրան անեն, ինչքան կարող են ինձ, բայց Աստված այդպես չի ուզում, ժողովուրդ ջան։ Մենք ինչքան գութ ունենք իմ դիմացինի հանդեպ։ Գիտեք, մի հատ կնոջ բռնեցին, Սուրբ գիրքը հիշեցնում է մեզ, եւ բերեցին Տեր Հիսուսի մոտ։ Այս կնոջը բերել են, ասին Տեր, մենք հայտնապես այս կինը այս մեղքի մեջ բռնվել է։ Եվ այս կնոջը մենք պետքա ըստ օրենքի սպանենք։ Հիշում եք թե չէ այդ պատմությունը։ Բայց Տերը ինչ ասեց։ Ասեց, ով որ ձեզանից արդար է, թող առաջինը նա քարկցի։ Եվ տեսնում ենք, որ ոչ մեկը չկար, բոլորը թողեցին գնացին։ Ինչի՞։ Որտեվ Տերը գիտեր ամեն մեկի սիրտը եւ ամեն մեկի խշմտանքը սկսեց իրան ինչ անել, խոսել։ Այդ կինը բռնվել էր այդ հանցանքի մեջ։ Բայց այդ քարկցողները ոչ մեկը հանցանքի մեջ չէին բռնվել, ատյանի առաջ չէին, բայց երբ որ կանեցին նրանց խղճի առջև, տեսան, որ իրանք էլ ուրիշ հանցանքների մեջ են։ Եթե այդ կնոջը քարկոծում են, իրանք է պետքա քարկոծվեն։ Հիմա ժողովուրդ ջան, մենք ինչքանով գութ ունենք մեր դիմացինի հանդեպ։ Լավ դիմացինը ասենք սխալ արի, հանցանք արի, հայտնի երևացել է բռնվել այս մարդը։ Բա դու ինչ ունես։ Չունես քո սրտի մեջ։ Մենք չգիտենք մեր ներսը մենք ով ենք։ Ով չգիտի իր ներսը։ Կա մեկը, որ ինքը իր ներսը չգիտի։ Եթե այդպեսին մեկը կա, պաշտամունքից հետո մոտեցեք ինձ։ Ես կօգնեմ Տիրոջ խոսքով, որ քո ներսը տենաս։ Որտեվ ժողովուրդ ջան, մենք հո գիտենք մեր ներսը, մեր սխալները, մեր թերությունները,
մեր անօրենությունները, մեր պիղծ մտքերը, կիրքերը, ցանկությունները, մեր ներսի եղած ագահություն, չգիտեմ ինչքան ախտեր ու կեղտեր, ու ամեն մեկս գիտենք։ Եվ եթե մենք գուտ չունենք մեր դիմացինի հանդեպ, Սուրբ Գիրքը ասում է, ողորմությունը պարծենում է դատաստանի առաջ։ Ըստ մարդար մեկն է չկա, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից ինչ արեցին, ընկան։ Այսօր շատ ժամանակ մարդը չի կարողանում դիմացինի հանդեպ առատաձեռն լինի։ Գիտեք ժողովուրդ ջան, այն ինչ որ մենք ունենք, կներեք։ Այն ինչ որ Աստված ինձ տվել է, թե ֆիզիկական, թե նյութապես, թե հոգեպես, այդ բոլորը մի բանի համար է տվել։ Որպեսզի այդ ամենը օգտագործեմ իր փառքի, իր անվան համար, իր եկեղեցու, իր ժողովրդի, իր սուրբերի համար եւ բոլոր մարդկության համար։ Որտեւ ասում է բարի քարեկամեքին մանավանդ հավատքի տանիքներին։ Բայց այսօր մենք սա չենք հասկանում։ Այսօր մենք չենք հասկանում, որ եթե այս առողջությունն ունեմ, այս նյութականն ունեմ, այս ինչ որ ունեմ, սա հո իմ շնորհքը չի։ Սա իմ խելքի գործը չի, սա իմ ուժը, իմ կարողությունը, իմ բասկի զորությունը չի։ Այս ամենը Աստծո ողորմությունն է։ Եվ Աստված այդ ամենը ինձ ինչի համար է տվել։ Մի բանի համար, որ օգտագործեմ իր փառքի, իր անվան համար։ Այսօր ես ինչքանով եմ այդ ամենն անում։ Գիտեք, մեր ֆիզիկական ցանկությունների, մարմնավոր հաճույքների, չգիտեմ ինչի համար, ինչեր ասես կանենք։ Բայց երբ որ գալիս է հոգևոր ինչ որ մի բան անելու, ժամանակ չունենք։ Գալիս է հոգևոր ինչ որ մեկին բարիք անելու հնարավորություն չունենք։ Պետք է ինչ որ մեկին ասենք, ինչ որ բանով աջակցենք, լա սպասի, աղբորս պիտի անեմ։ Սա ինչ է ժողովուրդ ջան, որ այս մարդը չի հասկանում։ Այս ձևի մարդի ծոմը, աղոթքը չի լսվում Աստծո առաջ։ Թող Տերը ողորմա մեզ, որ այո, մարդու պարծանքը ողորմած լինելն է, ողորմություն անելն է, ժողովուրդ ջան։ Եվ ամենակարևորներից մեկը, որ մարդը պետք է ներող մարդ լինի։ Գիտեք, այսօր շատ մեծ պրոբլեմ է մարդկության կյանքի մեջ։ Սատանան այնպիսի հաջողության է հասել մարդկանց, որ մարդը դառել է հիշաչար։ Եվ ինչքան գնա ավելի է շատանալու դա։ Եվ մարդը չի կարողանում իր դիմացինի սխալները, թերությունները, մեղքերը ների։ Գիտեք ինչու։ Որտեվ ինքը իր մեղքերն ու անօրենությունները չի տեսնում։ Մատթեոս ավետարանի մեջ Տերը մի հատ օրինակ բերեց։ Ասում է մի մարդ պարտական էր մի հատ մեծահարուստի։ Եվ այս մեծահարուստ մարդը եկավ, այս մարդին կանչեց, ասեց. «Արի հաշիվ տուր, արի պարտքերդ վճարի»։ Շատ մեծ գումար ուներ, ասում այս մարդը ընկավ, աղաչեց այդ մեծահարուստին, տիրոջը խնդրեց, ասեց. «Բարեկամ, խնդրում եմ, ների, երբ որ կունենամ կտամ»։ Հիշում եք ինչ ասեց մեծահարուստը։ Ասավ ներեմ եմ, քու սաղ պարտքերը քեզ ինչ եմ արել։ Շնորհել եմ, գնա։ Ասում է, երբ որ դուրս եկավ, սա էլ իրան մեկին պարտականի գտավ, որ ընդամենը մի քանի լումա էր իրան պարտ։ Եվ այս մարդին սկսեց խեղդել, ստիպել, պարտքս վճարի։ Սա էլ սկսեց իրան խնդրել, ասում է, ախպեր, ասում է, կվճարեմ, հնարավորություն տուր ինձ։ Ուր տարավ, ասում է, բանտ գցեց։ Եվ ասում է, երբ որ պարտատերը, այդ մեծ պարտատերը իմացավ, որ այդ ծույլ ծառան, չար ծառան, այդ խեղճ մարդին, այդ մի քանի լումայի համար բանտ ադրե, հիշում եք ինչ արեց, ասում է նրան բանտ տրեց։ Եվ գիտեք ինչ ասում։ Մի հատ խոսք կա, որ սատանան շատերին խաբում է, որ մարդիկ չիմանան։ Ասում է, եւ ասեց, մինչև բոլորը չվճարես, չես նորից դուրս գալու այս բարից։ Այսինքն այն բոլոր պարտքերը, որ ասել էր, ինձ պետք չի, գնա, քեզ շնորհում եմ։ Ասավ, եթե նորից չվճարես այդ ամենը պիտի հաշիվ տաս։ Այսինքն ինչ տեղ ունեցավ։ Այն հին պարտքերը, որ բոլորը կար, նորից պահանջեց, որ դրան ինչ անի, վճարի։ Քուրս ու աղբերս, թող սատանան քեզ ու ինձ չխաբի։ Ես այս համոզմունքն ունեմ ըստ ավետարանի, որ եթե մենք որից է մեկին չենք կարողանում ներել, կապ չունի, կինա, ամուսինա, ծնողա, զոքաչա, հարսա, պեսայա, հոգևոր եղբայրա, ով ուզում է լինի, քույրիկա, եթե մենք որից է մեկին չենք կարողանում ներել, մեր բոլոր մեղքերը մեր ծնված օրվանից մինչև ֆիզիկապես մեր մեռնելու վերջի վարկյանը գործած բոլոր մեղքերի համար հատիկ հաշիվ դիտաս։ Չմտածես, որ 30 տարի հավատացյալ եմ էլի, աղոթել եմ, շո ներվելա, ոչինչ, շո ես չներեցի ես մարդին էսա գնամ դի փրկեմ, դες բան չկա։ Ասում եմ, մինչև չվճարես բոլորը, դուրս չես գալու տեղից։ Այնա որ կարենար վճարեր, կվճարեր էլի։
Եթե ազատության մեջ չէր կարող վճարել, բանտը մեծ որտեղ պետք աշխատել, որ այդ փողը վճարեր։ Տերը թող օգնի մեզ, որ մենք ողորմած լինենք ամենքի հանդեպ, ժողովուրդ։ Եթե ես չեմ բռնվել մեղքի մեջ, եթե իմ սխալը, իմ հանցանք, իմ անօրենությունը հայտնի չի եղել մարդկանց առած, դա չի նշանակում, որ ես սուրբ եմ։ Այն մեկը, որ սխալի մեջ եղել է, նա կորած է, ես պարտավոր եմ ներեմ։ Իմ գործը ներելն է։ Իսկ իր գործը ինչ կան ինքը Աստված։ Տերը թող օգնի, որ մենք այս ծոմերի մեջ, որ պետք է պահենք, ում հանդեպ ինչ ունես, գնա, գիտեք, շատ ժամանակ ասում, ես բան չունեմ իր հանդեպ։ Ես բան չունեմ, բայց Տերն ինչ ասում, եթե ծնկի իշնես եւ աղոտ կանես զոհ մատուցանելու, հիշես, որ որից է մեկը քու դեմ բան ունի, դու գնայր այդ հաշտվի։ Չի ասում սպասի թող նա գա, եթե զգում ես, լսել ես, գիտես, որ մեկը քու դեմ բան ունի, գնաս մարդու հետ հաշտվի։ Եթե լսում եմ, որ Անդոն իմ դեմ բան ունի, ես իր դեմ բան չունեմ, բայց եթե լսել եմ, որ Անդրանիկ եղբայրը իմ դեմ բան ունի, ես պետք է գնամ ասեմ Անդրանիկ եղբայր, ես լսել եմ, որ դու իմ դեմ բան ունես, խնդրում եմ ասա ինչ ա եղել, եւ պարզաբանեմ։ Կարող է այս մարդը իրոք ունի, կարող է ճիշտ չի իմացել, կարող է սխալ ինֆորմացիա ենք ստացել, բայց չգնանք պարզեմ այս մարդի հետ։ Ինչի՞ մար այս մարդը տանջվի ու տառապի։ Ինչի՞ մար այս մարդը տարիներ շարունակ տառապի ու չարչարվի, ժողովուրդ ջան։ Որովհետև Տերն ասում է, ինչ որ ուզում ես որ քեզ անեն, դու ինչ արա, իրան արա։ Ես չեմ ուզում որ մեկ ինձ ցավացնի, ես չեմ ուզում որ մեկ ինձ նեղացնի, ես չեմ ուզում որ մեկ ինձ ցավ ու խնդրեմ պատճառի։ Համար ես էլ աշխատում եմ ուրիշ ինչ անեմ։ Ուրիշ ինչ անեմ։ Թող Տերը օգնի մեզ, ժողովուրդ ջան։ Եթե մենք ողորմած մարդիկ չենք, մեր աղոթքը ծոմը չի լսվի Աստծո առաջ։ Տերը թող ողորմա մեզ։ Մյուս հատկությունը ներող կլեք արագ եմ ասնեմ, ասում է գութ արեք ամեն մարդկանց, որփին, որփեվարին, օտարականին ու տնանկին մի զրկեք։ Որփին, որփեվարին, օտարականին ու տնանկին մի զրկեք։ Գիտեք ժողովուրդ ջան, ասենք որփին, որփեվարին, օտարականին ասում է մի զրկեք։ Շատ ժամանակ մենք սա չենք հասկանում։ Թե ով է ճշմարիտ որփին, որփեվարին, ով է ճշմարիտ որփը, ով է ճշմարիտ տկարը, տնանկը, մենք չենք հասկանում։ Օրինակ շատ ժամանակ ըմբոստ մարդը, հակառակող մարդը, ասենք կարա ձևացնի որ տկար է։ Բայց տկարը գիտեք ով է։ Դա տեսեք Սուրբ Գիրքը ինչ ասում տկարի մասին։ Հռոմեացիս 14:1 Հռոմեացիս 14:1 Բայց հավատքի մեջ տկար լինողներին ընդունեցեք առանց կարծիքների վրա վիճելու։ Այսինքն ովքեր են տկար, ովքեր հավատքի մեջ տկար են, այսինքն ովքեր Աստծո խոսքին հավատքի մեջ տկար են։ Ոչ թե ովքեր որ հակառակվող են, ըմբոստ են, դատող են, բամբասող են, չարախոսող են, սրանք չեն տկար։ Տկարները նրանք են, ովքեր Աստծո խոսքը գիտեն, բայց չեն կարողանում այդ խոսքը իրանց մեջ կյանք դարձնեն։ Չեն կարողանում այդ խոսքը ապրեն։ Ուզում են որ այդ խոսքը ապրեն, բայց չեն կարողանում, սայթակում են։ Գիտեն որ այս խոսքը պետք է այսպես լինի, բայց իրանք ի վիճակի չեն այդ վիճակին հասնելու։ Ասում են նրանց օգնական կարեկից եղեք։ Նույն Հռոմեացիս 15-ի առաջի համարից ասում, մենք որ զորավոր ենք, պետք է տկարների տկարությունը վեր առնենք, միայն մեր անձին հաճոտ չլինենք, ապա մեզանից ամեն մեկը թող հաճո լինի ընկերին դեպի բարի շինության համար։ Ասում է դուք որ զորավոր եք, տկարների ինչ արեք, տկարությունը վեր առեք։ Այսինքն ժողովուրդ ջան, տկար մարդը ոչ մի անգամ ուրիշներից չի դատեմ, չի բամբասեմ, ուրիշներին մեղավոր չի հանեմ, չի մանգալի ուրիշներին ասի սա սենցա, տկար մարդը ասում է ես եմ մեղավոր։ Ես եմ, չեմ կարում, այմար, չեմ կարում։ Այս սխալն իմ կյանքի մեջ կա։ Չի մանգալի որ իրան արդարացնի։ Այսօր շատ ժամանակ ասենք մարդիկ գնում են խոստովանության։ Օրինակ քուրերը եղբայրները չորեքշաբթի այդ մասին Տերը կյանք տակ խոսանք, մի չորեքշաբթի, հիմա սկսում է մի ժամ կյանքը պատմել, սրա նրա կյանքը պատմել, հիմա տկար մարդը չի գնում, է ուրիշի կյանքը պատմում։ Ասում ախպեր ջան, ես այս մարդն եմ, ավետարանի խոսքն ես ասում, ես չեմ կարում։ Հիմի հպարտ եմ ես, ժողովուրդ ջան։ Տկար մարդը ասում է, ես հպարտ եմ։ Չի ասում, բա ինձ կպան, ինձ սենց արեցին, ինձ անարգեցին, ինձ նեղացրին, ես հպարտ եմ, դրա համար ինձ կպել են։
Ես ագահ եմ, դրա համար ինձ զրգել են։ Ես կռվարար եմ, դրա համար թույլ է տվել Տերը, որ ես վեճի մեջ մտնեմ։ Ես չարախոս եմ, դրա համար Տերը թույլ է տվել, որ ես սրանից նանից խոսամ, որ այդ մարդիկ գանի մոտ սկսեն սրանից նանից ես խոսամ։ Ոչ թե սա եկավ իմ տուն խոսած սրանից։ Ես չարախոս մարդ եմ, Տերը թույլ է տվել, որ այդ դիմացինը գա եւ սկսի սրանից նանից խոսա, որ իմ վիճակը ի հայտ գա։ Բայց այսօր մենք ինչ ենք անում։ Դե նա ասավ ես սենց արեցի, դե նա եկավ սենց արավ, դե սենց կոպիտ խոսացին, դե ես մեկ բան արեցին, շողուրդ ջան, դες բան չկա։ Ասма օգնեք, Պողոս Առաքյալը գրում է։ Ասма տկարի հետ տկար եղանք։ Այսինքն ինչ է սա նշանակում։ Հոչիչավ այդ գողի հետ գողություն աներ, կամ ամբարոյի հետ ամբարոյություն աներ, այլ հասկացավ այս մարդկանց վիճակը։ Սրանց թույլ վիճակը, սրանց ընկած վիճակը, եւ սես նրանց հետ աշխատանք տաներ, որ այս մարդկանց այդ վիճակից ինչ անեն, հանեն։ Գիտեք, ասենք քմիկ գոյություն ռեաբիլիտացիոն ցենտրներ, ասինքն վերականգնողական կենտրոններ, ասենք մանավանդ քրիստոնեական, ասենք նարկոմաններ են հիմնականը, որոնք որ ասենք նարկոտիկ օգտագործող մարդիկ են, այս մարդիկ որ ուզում են դուրս գան, որ արդեն այդ գործի մեջ են, միանգամից չեն կարող սրանք թարգեն, գիտեք, սրանց այդ շատ այդ մոմենտը որ լոմկային ասում ներող կլեկես բառը ռուսերեն, հայերեն այդ կոտրվելու ընթացքը սրանց պահում են, գիտեք, ինչ տառապանքով են անցկանում սրանք։ Ինչ ցավերով են անցկանում այս մարդիկ, այդ որ չեն կարող այդ մի քանի ինչ որ ժամանակ նրանք դիճծխեն, պահում են, որ այդ չօգտագործեն։ Ու այդ մի ընթացք անցնելուց հետո աստիճանաբար սրանք սկսում են ինչ անել, փոխվել։ Կամ են խմողները, որ միշտ խմող ասենք, այս մարդը մի այսօր շատ քուրեր կան, աշկերները բաց արեցին առավոտը առանց կոֆու չեն կարում։ Հայ գլուխը սպայթում է։ Էդ էլ է կապվածություն։ Բռնվածություն է, եթե ռավոտ կշանա վերես կենեմ ու հանկարծ կոֆի չխմեցիր, գլուխդ պայթում այդ կապվածություն է։ Դե լա մի խմի, տես ինչ ալեմ։ Համար ժողովուրդ ջան, մենք պետք է հասկանանք, թող Տերը օգնի մեզ, որպեսզի մենք տկարին, որփին, որփեվարին հասկանանք ով է։ Օրինակ ասենք, մենք հիշում ենք տարիներ առաջ մի հատ քույրիկ կար անունով որփեվայր էր։ Երեխեք ուներ, տղեկ ուներ, անընդհատ եկեղեցուց գումարներ ենք տալիս։ Անընդհատ օգնում ենք այս կնգան։ Ձմեռը չանթերով էր ման գալիս։ Նայում էր մեղքդ կգար։ Այս կինը մահացավ։ Եվ որ մահացավ ժողովուրդ ջան, առաջ տանն էին դնում մեռելները, մի արդեն սրա են տարել, ուրեմն ես իրան մի հատ սեղա աթ ինչ էր, որ հաց են ուտեն վրին։ Սեղանը, այդ սեղանը տարանք այս կնգան վրին են դրել։ Մի հանեցինք որ տարանք թաղեն, սովորություն կա, չէ որ սեղանը շուռ են տալիս։ Մեկ է որ սեղանը շուռ տվեցին, ժողովուրդ ջան, լիքը տակին փող էր կպցրած։ Մի հատ էլ տետ էր, 12 թերթանոց տետ էր։ Դե ում ինչքան տոկոսով փող տվեց կնիկը։ Ում ինչքան տոկոսով փող տվե։ Այդ տղեկն արդեն եկան, քվոր տղեն, բարեկամը մյուս եկավ, Սուրբ Գիրքն ինչ ասում։ Ասում անայա որփեվարի, եթե կա, թող իր տունը, եթե տանը մարդ ունի, թող հոգ տանի։ Տղեկ ունի, աղջիկ ունի, երեխեք ունի, թող հոգ տանեն։ Սա որփեվարյան չի ծանրություն լի եկեղեցուն։ Եվ միամիտ սատանան մի քանի տկարամիտ եղբայրների, քույրերի, որոնք չգիտեն Սուրբ Հոգու գործը որն է, վայ մեղ կա, գնանք սրան օգնենք։ Թող իր երեխեն օգնի։ Տուն ունի, տեղ ունի, թող օգնի։ Ինչի մար այդ տները, մեզ տանում ես երկու հարգանի ասոբերակ տներ, հա։ Մենակ ես տատը մեջին սառում է, այդ ծախի այդ տունդ, գնա մի հատ մի կվարտիր արմի սենագանում, դե փողը կում առուկ, փառուկ կեր ապրի, այդ որ պամ ես տղետ, ես իմ Աֆրիկայա, թե եբ պտին դեղից գա, մերնելուս պիգա կեզ թաղի, դու ասու այդ գործ չունես։ Համար ժողովուրդ ջան, մենք դի զանազանենք ով է ճշմարիտ որփեվարին, ով է ճշմարիտ որփը։ Ես հիշում եմ, Խշլաղի ժողովուրդը կհիշեն, Ռոզա քուրիկ ունենք մի հատ։ Հիշում եք։ Շատերը այցելել եք։ Դուս էր գալիս հարևանի հետ կռիվ Դավիթ չէր թողում մեքենաները հարևանների փողոցում կայնեն։ Պատի տակից այդ ձունը քերում էր ասում էր ջուրը տնս տակ կմտնի։ Կարտոն էր հավաքում այս կնիկը, վերջը մեռավ քուրեր եղբայրներ, բայց լավա մեռնելուց առաջ մի հատ 3 կիլոնոց բան կա։ Հիշում եք ինչքան փող կար մեջին։ Հա, այս գայանը լավ գիտի, այդպես տեղեկացված է, չէ՞ եկեղեցուսախ։ 3 կիլոնոց բան կա թուղթ փող ժողովուրդ ջան, որ այն ժամանակ 200 դրամը մեծ փող էր։
20,000-անոցներն են նոր դուս եկել, չկար այդ 50 չգեմ, բոլնի 3 կիլոնոց բանկա բթած փող էր, թուղթ փող էր, 20,000-անոց, 10,000-անոց, ինչքան փող կլեր, բայց այդ կնիկը լաց էր լմ, ասում էր, ես բերեք, եմ բերեք, ես եղբարներն նայում ես, արտակ եղբար մեղ կա, մի կուպ փետ տանենք տանք, տարեք տվեք մի կուպ փետ, իմ խնդրանքն է, եթե այդ տկարներին օգնում եք, եղբարներ քուրեր, լավ եք անում, ձեր գործն է, բայց եկեղեցին կարգ ունի, կանոն ունի, դուռ ունի, մոտեցեք խոսացեք։ Մենք կասենք, մենք այսօր ունենք քույրեր, մեծ քույրեր, որ օգնում ենք, ամսական օգնում ենք իրանց։ Մեր կարողության չափով, ուրիշ տեղից ենք խնդրել, եղբայրներն են օգնում, բայց ասենք քո մարդկանց չենք ասում ով է։ Դրա համար քույրեր եղբայրներ, պիտի զանազանենք, ով է տկարը, ով է որբը, ով է որբևարին, հիշեք, եթե որից է մեկի հետ դուք շփվում եք, սա դատում է, բամբասում է, չարախոսում է, եկեղեցուց, եղբայրներից, սրանից, դանից, այս մարդը տկար չի, այս մարդիկ ըմբոստ մարդիկ են, այս մարդիկ եկեղեցին խալբալող մարդիկ են, բայց եկեղեցու գլուխը Հիսուսն է, շեղաբրության, եկեղեցու Տերը Հիսուսն է, ես այս միտքն ասեմ պիտի վերջացնեմ, այս վերջերս ինձ այս միտքը հստակ բացվեց, հեսա 40 տարի այս գիրքը կարդում եմ, աղոթում եմ, բայց այս վերջերս հստակ ինձ բացվեց, ու սենց սրտից մի խոսք եկավ, հասկացա, ասում է, միտքը խոսում է հետս, ասում է, համի որ քու տուն, դու տենաս մեկը գալիս է, քու երեխեքին վնաս տա, քու թորներին վնաս տա, դու ստակ գիտես, որ այդ մարդը, որ քու տուն է եկել, նրա գալու նպատակն է, որ քու երեխեքին, քու թորներին վնաս տա, քու երեխեքը չգիտեն, քու երեխեքը թորները խաղ են անում, մեկ քյոր երեխեք են, չգիտեն, բայց դու հստակ գիտես, որ այդ մարդը քու տուն է եկել, քու երեխեքին վնաս տալու, դու ինչ կանես։ Հոսի Տեր, ոնց է ինչ կանեմ, չեմ թող այդ մարդին, որի մեր երեխեքին վնաս կա, ասա բավ իմ եկեղեցու Տեր, ասի դու Քրիստոս, ով է եկեղեցու գլուխ, ասի դու Տեր, հասա բա որ դու մարդ ես, չես թողա, քո երեխեքին վնաս տան, ես կթողամ, որ իմ զավակներին վնաս տան, իմ զավակի մազին կպնողը իմ աշկի բիբին է կպնում, եթե մեկն եկել է եկեղեցու սպասավորներին վնաս տա, եղբայրներին վնաս տա, քույրերին վնաս տա, որից է մեկին հոգևոր տկարացնի, դատի, բամբասի, չարախոսի, ինչ որ վնաս բերի, այդ մարդ հասու այդ գործունի, ժողովուրդ, Տերը թող մեզ ողորմա, Տերը թող մեզ օգնի, որ մենք շտկվենք եւ վերջինը ասում է միմյանց դեմ չարություն մի մտածեք։ Մի մտածեք չարություն դիմացինի հանդեպ, ժողովուրդ ջան։ Միշտ մարդը խափուսի կա, որովհետև միշտ մարդը աշկի երևույթին է նայում։ Քանի որ մարդը մարմնավոր է, միշտ մարմնավորն է նայում, վատն է նայում։ Ինչ հարցելի միշտ վատն է նայում մարդը։ Չի ասում լավ, օրինակի համար մեքենան անցկացավ չկայնեց։ Ձեռը դրեցիր որ կայնի, այս մարդը չկայնեց, քշեց գնաց, դարդագե քշեց գնաց։ Ինչ ես մտածում։ Հա? Լասուրան է, չվեկա լավ դարդակ գնաց։ Բայց չենք մտածում, որ մարդը կարող է չտեսավ։ Կարող է չտեսավ այս մարդը։ Կամ կարող է այս մարդը շտապ ընդեղ մեկը կայնած սպասում է, շտապ դեպ քայլե գնում ասրան վերնի տանի ինչ-որ մի տեղ։ Բայց մենք նայում ենք, վայ, չկայնեց, վայ էս էլա, վայ ինչ արավ, կամ տիգատունս, վայ տունս չեկավ, չեկավ, խեզ վադը մտածում։ Մենք միշտ ուզում ենք, որ մեր ուզասնելի, բայց Տերն ասում է չար բան մի մտածեք, ժողովուրդ ջան, չարությունը, անօրենությունը դա սատանայից է։ Մենք իրար հանդեպ միշտ բարին խորենք, բարին մտածենք, որտեվ ասում մարդը կանչված է, մեր նանան էս խոսքը շատ է սիրում, ասում Աստված մեզ կանչել է ինչ անելու, օրհնություն տալու։ Մենք դիմացիների հանդեպ օրհնյալ մարդիկ ենք, մենակ օրհնենք իրանց, ժողովուրդ ջան, ինչքան կարաք բարիք արեք, չեք կարա բարին մտածեք, լավը մտածեք, թող ինքը չարա, թող չար մտածի, ինքը վատա, թող վատ մտածի, դու բարին արա, բարին մտածի, որովհետև ասում եմ բարի անելով նրանց գլխին կրակի կայծեր կդնեք եւ վերջի օրը Տիրոջից փառք ու պսակ կառնենք։ Այ երբ որ մենք սա անենք, ժողովուրդ ջան, երբ որ մենք սա անենք, այդ ժամանակ մենք Տիրոջը կլսենք։ Ասում է Տիրոջ խոսք եղավ ասելով, այսպես է ասում զորաստերը, այսպես է ասում օրհնյալ է Տերը, արդար դատաստան արեք, ողորմություն ու գութ արեք, ամեն մեկը իր եղբորը, որբին, որբևարին, օտարականին ու տկարին մի զրկեք, միմյանց դեմ չարություն մի մտածեք ձեր սրտերում։ Այ երբ որ այս ամենը մենք անենք, ժողովուրդ ջան, Տերը մեր աղոթքը կլսի։ Եվ Եսայի մարգարեության 58-րդ գլխի մեջ ասում է. «Եվ քու արեգակը կծակի կեսօրվա պես, եւ դու կասես, ես ու Տերը կասի, ահա ես, եւ կլսի ու ինչ կանի,
պատասխան կտա։ Թող Տերը օգնի, որ այս ծոմերի օրերի մեջ իրոք այս բաները, որ տուն գնաք, խնդրում եմ Եսայի, Զաքարիայի մարգարեության այս համար այս 7-րդ գլուխը եւ ստեղ մի հատ ուրիշ էլ տեղ կա, նորից 8-րդ, 9-րդ գլուխը, այս 3 գլուխները կարդացեք։ Սա վերաբերում է ծոմերին, աղոթներին, թող Տերը օգնի, որ իրոք մեր ծոմը, մեր աղոթքը լսվի, ոչ թե մենակ մենք լսենք ձենը, մեր սրտի ուզաստանենք, այլ իր ձայնը լսենք, իր ազաստանենք։ Հիշում եք Տեր Հիսուսն ինչ ասեց, ասում է իմինները իմ ձայնը կլսեն ու իմ հետևից կգան։ Այսինքն ձայն լսողը պետք է գնա հետևից։ Եթե Տիրոջ հետևից չենք գնեմ, մենք նա ձայնը չենք լսե։ Թող Տերը փառավորվի, ամեն։ Մենք